ցեղասպանության թանգարան այցելելը եւ հուշահամալիր այցելելը միշտ հետևում ենք դա որոշակի ուղերձ ենք համարում տվյալ երկրի եթե պատվիրակությունը գալիս է եւ այցելում է այս դեպքում եւս բոլորս հետևում ենք թե ինչ է անելու Վենսը այս հարցում Վենսը տիկնոջ հետ այցելեցին եւ այսպիսի գրառում այո թողեցին հյուրերի գրքում նախ նշեցին նահատակվածների հիշատակին հարգանքը, խորը հարգանքը եւ ասացին հետեւյալ գրեց հետեւյալ ձևակերպումը հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին մատնանշեց թող Ամերիկան եւ Հայաստանը միասին ձգտեն խաղաղության փոխըմբռնման ապագայի այսինքն խաղաղություն փոխըմբռնում Միացյալ Նահանգներ Հայաստան եւ դրա հետ մեկտեղ հայ ժողովրդի տոկունություն անսասան ոգին խորհրդանշական է դա պետք է դրան ուշադրություն դարձնել թե դա պարզապես պրոտոկոլ է դե կարևորը այստեղ աղետ չենք տեսել թեև կային կանխատեսումներ որ Վենսը չի գնալու ցեղասպանության հուշահամալիր ինչը նախատեսված է պետական այցերի համար չէր կարող չգնալ, որովհետև եթե պետական այցով է որևէ պաշտոնյա Հայաստանում, պարտավոր է այցելել։ Այցը պրոտոկոլ է այսինքն։ Չափազանց կարևոր։ Գրառումը դե կարծում եմ, որ հյուրերի այդ գրանցամատյանում ցանկացած գրառում կարևոր է։ Դե գիտեք, Տրամպի վարչակազմի առաջին շրջանում եւ կոնգրեսը եւ սենատը ճանաչեցին հայոց ցեղասպանությունը, բայց ցեղասպանության ճանաչումը վերջնականապես ամրագրվեց Բայդենի վարչակազմի ժամանակ եւ դա մեր ամենածանր ժամանակն էր 20 թվականից հետո 21 թվականի գարնանը ապրիլի 24-ին դա շատ կարևոր ուղերձ էր այդ ճանաչումը ըստ էության մեզ հասկացնում էր որ աղետների դեմ դիմակայելու նոր միջոցներ են պետք եւ այն ինչ որ Վենսը ասում է դա հենց այդ ակնարկն է ընդհանրապես պատմությունից դասեր քաղելու ժամանակն է մենք այդ իմաստով լավ չենք սերտել մեր պատմությունը եւ դեռևս 100 տարի առաջ մենք կարող էինք թերևս պակաս եղերական ելք նախանշեինք մեր ճակատագրի համար եթե ավելի ճիշտ գործընկերներ եւ ավելի ճիշտ դաշնակիցներ ընտրեինք մեզ համար ամեն ինչ տեղի ունեցավ նաեւ այնպես որ մենք ծանր մարդկային կորուստներ ունեցանք որովհետեւ նրանք ում մենք հավատում էինք եւ հույս ունեինք որ նրանք անհրաժեշտ պաշտպանություն մեզ կտան անվտանգություն կտան իրենք մեր հակառակորդների հետ մեր թիկունքում ծանր պայմանավորվածությունների մեջ էին մեր կյանքերի եւ մեր տարածքների հաշվին հիմա Միացյալ Նահանգները բաց ճակատով իր շահերը հետապնդելով եկել է մեր տարածաշրջան եւ մեզ հետ գործակցությունն փորձում հաստատել Հայաստանը չի կարող իհարկե մերժել այդ համագործակցության առաջարկը միայն նրա համար որ Միացյալ Նահանգները իր շահերից ելնելով է եկել այս տարածաշրջան ես կարծում եմ Հայաստանի անելիքը պիտի լինի իր շահերը հնարավորինս քարտեզագրել եւ տեղավորել այն համակարգերի մեջ, այն շահերի այդ պատկերի մեջ, որը Միացյալ Նահանգների առաջնահերթություններն են եւ օրակարգերն են։ Եթե մենք կարողանում ենք համադրել մեր շահերը Միացյալ Նահանգների այսօրվա շահերի հետ, քավլիցի այդտեղ երկու կարծիք չի կարող լինել, որ մենք պիտի Եթե ասեցիք իսկ կարողանում ենք Այստեղ շատ կարևոր է որպեսզի մենք եւս աշխատենք մեր կարողությունները բարձրացնելու վրա որովհետեւ մեզ ընձեռված հնարավորությունները եւ մեր ներքին ինստիտուցիոնալ կարողությունները չափազանց սահմանափակ են եւ անհամարժեք Օրինակ այսօր կոռուպցիայի համաթիվն է հայտարարվել Հայաստանը 46-րդ տեղում է ըստ էության ոչ առաջընթաց ունենք ոչ նահանջ ունենք մինչդեռ ես կարծում եմ որ պետության գլխավոր հանձնառությունը պիտի լիներ 0
հանդուրժողականություն կոռուպցիայի։ Մենադեպս այդ դրոշով էին Գոնե 18 թվականին հենց դրանով ենք դա եկել։ էր իրենց դրոշը։ Եվ մենք հիմա խոսում ենք բազմամիլիարդ օրինակ ներդրումային նախագծերի մասին այս դատական համակարգով։ Սա մի խայտառակություն է։ Եվ եթե մենք երկրի ներսում չունենք ինստիտուտներ, որոնք կարող են սպասարկել այս կարևոր համաձայնությունների իրականացումն ու կենսագործումը, դա չափազանց մեծ կոնֆլիկտ է լինելու, որովհետև ցանկացած ներդրող շատ ավելի հանգիստ է, երբ որ կարողանում է իր ներդրումը պլանավորել երկարաժամկետ կտրվածքով եւ երբեք չի մտածում, որ ինքը կարող է առերեսվել մի դատական իշխանության, որտեղ չի կարող վիճարկել իր սեփականությունն եւ իր ներդրումը։ Եվ սա լրջագույն խնդրեմ է։ Եվ ես չէի ուզի, որպեսի որևէ ծրագիր, որևէ համաձայնություն խափանվեր, այսպիսի օրինակ ներքին ինստիտուցիոնալ անկարողության պատճառով։ Մենք պիտի աշխատենք ներսում մեր համակարգը պետական ինստիտուտները հասցնել այնպիսի կատարյալ մակարդակի, որոնք ի վիճակի կլինեն այս համաձայնությունները կենսագործել եւ ավելի մնայուն ու հարատև դարձնել։ Բայց այդ բարեփոխումների մասին խոսելով հաճախ խոսում էին Եվրամիության անդամակցության ճանապարհին անհրաժեշտ բարեփոխումների մասին։ Արդյոք մենք մոռացել ենք այդ ուղղությամբ մեր ջանքերը շարունակել կամ Մենք չենք մոռացել։ Այն մոռացողներին պետք է անընդհատ հիշեցնել։ Մենք էլ դրա համար ենք, որպեսզի այն օրենքը, որը նաև մեր կուսակցության ջանքերով ստորագրահավաքի արդյունքում Հայաստանի Եվրոպական միության անդամակցության մեկնարկի մասին օրենքը ընդունվեց անցյալ տարի ճիշտ այս ժամանակներին մարտ ամսին։ Մենք ուրեմն կարողանանք նաև մեր ներքին կառուցակարգերը պետական ինստիտուտները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար Եվրամիության անդամակցությունը հենց դրան միայն կօգնի եւ ավելի ու ավելի կամրապնդի։ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջև այս պահի արճակատումը, որը մեծապես պայմանավորված է միգրացիոն ճգնաժամով, Ուկրաինայով եւ այլն, դրանք մեզ հետ չեն առնչվում։ Մենք ունենք բացառիկ երկու ուղղություն արևմուտքի հետ աշխատելու՝ եւ Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները, եւ Եվրամիության առանձին անդամ երկրները, ում հետ մենք օրինակ Գերմանիայի հետ ստրատեգիական գործընկերության օրակարգ ունենք, Մեծ Բրիտանիայի հետ արդեն շատ լավ օրակարգ ենք նախանշել, առաջիկայում նոր զարգացումներ կլինեն։ Ֆրանսիայի հետ կունենանք առաջիկա մայիսին ստրատեգիական գործընկերության վերաբերյալ ռազմավարական գործընկերության վերաբերյալ պայմանավորվածություն։ Այս բոլոր ուղղություններով Հայաստանը ազատ է եւ Միացյալ Նահանգների հետ աշխատելու, եւ Եվրոպական միության հետ աշխատելու, եւ ոչ եվրոպացիները խնդիր ունեն մեր ամերիկացիների հետ գործընկերության խորացման վերաբերյալ։ Հակառակը նրանք միայն ուրախ են, որ այս համաձայնություններով վերջապես հնարավոր եղավ Հայաստանում այսպիսի հաջողությունների հասնել եւ խաղաղության հաստատման ուղղված իրական գործնական քայլեր ձեռնարկել եւ նաև ամերիկացիները որևէ խնդիր չեն տեսնում եվրոպացիների հետ մեր գործակցությամբ ամենևին Ռուսաստանն է տեսնում։ Գիտեք, կարծում եմ, որ այդտեղ այո խնդիր կա, բայց այստեղ կա նաև Միացյալ Նահանգներ Ռուսաստան հարաբերությունների հարցը եւ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ երկխոսությամբ փորձում են ուրեմն Ուկրաինայում հասնել խաղաղության եւ շատ լավ է, որ մենք Ռուսաստանի հետ չունենք նախկին հարաբերությունները եւ Միացյալ Նահանգների հետ, ում հետ մենք ունենք շատ լավ հարաբերություններ, խոսում են ռուսների հետ եւ չի բացառում, որ շատ հարցեր լինեն, որ մենք խնդրենք, որ ամերիկացի մեր գործընկերները խոսեն ռուսների հետ որոշակի հարցերի վերաբերյալ։ Ժամանակին կար այդպիսի բան, ասեմ ձեզ, ԵԱՀԿ գագաթնաժողովում մշտապես կար Միացյալ Նահանգներ Ռուսաստան ձևաչափով այսպես գագաթնաժողով էր տեղի ունենում եւ օրինակ հայ դիվանագետներին ամերիկացիները հարցնում էին ինչ հարց կա, որ կուզեք մենք առաջ մղենք ռուսների հետ մեր ունեցած լավ հարաբերությունների շնորհիվ եւ կար այդպիսի կոմունիկացիա։ Երանի գա այդ ժամանակը, որ այս արճակատումը, այս դիմակայությունը, այս մրցակցությունը փոխարինվի համագործակցությամբ, դրանից միայն մենք կշահենք, միայն տարածաշրջանը կշահի, բոլորս շատ ավելի խաղաղ եւ անվտանգ կապրենք։